Բարև ձեզ։ Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին։ Պարոն Մելիքյան, շնորհակալ եմ այս ձևաչափով իմ հարցերին պատասխանին համաձայնելու համար եւ սկսենք միանգամից։ Մենք տեսանք, թե ձեր նշանակումից հետո Հայաստանի ազգային հավաքականը ինչ խաղերում ինչ արդյունք ցուցադրեց, արդյոք դուք այդ փուլը ամփոփել եք, ինչ անցնենք նախորդ փուլին, թե ինչ է սպասվում մեր հավաքականին։ Ինչ եզրակացության եկաք ձեր նշանակումից հետո մինչև այս պահը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ունեմ հնարավորություն ավելի բարձր խոսել, որպեսզի մեր երկրպագուները իմանան, հասկանան մեր ճանապարհը, ուղին, ոնց եք շարունակելու, ասեմ, որ շատ կարևոր փուլ էր, որը մենք անցանք, բնականաբար եւ եղան լավ պահեր, լավ խաղեր եւ վատ խաղեր, բայց եւ լավը եւ վատը մեզ տվեց մեծ փորձ, որ մենք հասկանանք ավելի կողմնորոշվենք, որ ճանապարհով պետք է գնանք, որ հասնենք մեր նպատակին, ունենանք այն նպատակը ու աշխատենք այդ ուղղությամբ։ Շատ բան տվեց։ Իսկ որ նպատակով ենք այս պարագայում գնալու առաջ։ Ազգերի լիգան մենք ուզում ենք հասնենք հաջողության։ Ես այդ նպատակով եմ եկել ամառը, վերցնելով այս աշնան փորձը եւ շատ բաներ բարձելու իմ համար, շատ բաներ աշխատել հանդերձարանում, կոլեկտիվում եւ խաղի մեջ եւ այդ ամեն ինչը, որ մեզ բերի ազգերի լիգայի այն նպատակը, որ մենք ինչի համար ես եկել եմ։ Որն է այդ նպատակը, անցնել խաղալ ազգերի լիգայում, թե ինչ։ Առաջին նպատակը մեր նպատակը առաջի դրանքը ազգերի լիգայում առաջի տեղ վերցնել, դա հեշտ չի լինի, շատ դժվար կլինի, բայց համարում եմ, որ դա ռեալնի է։ Եթե այս աշունը դա անհնար բան էր, որովհետև ունենք Պորտուգալիա, Հունգարիա եւ Իռլանդիա դա դժվար էր, ազգերի լիգայում դա հնարավոր է, բայց շատ դժվար կլինի, դա համար մեծ աշխատանք է պետք տանել։ Առաջին նպատակը դա է, երբ որ հասնենք այդ նպատակին, թականությունը մենք գիտենք ու կաշխատենք, բայց առաջնահերթ դա է։ Պարոն Մելիքյան, ամփոփիչ ասուլիսներում հետ խաղային դուք խոսում եք եւ անհատական սխալների մասին ֆուտբոլիստների եւ հոգեբանական։ Անհատականը որպես մարզիչ եւ մարզչական շտաբ վստահ եմ ուսումնասիրվել է եւ դրա ընթացքները հաստատ կտրվեն։ Ուզում եմ խոսել հոգեբանական սխալի մասին կամ հոգեբանական ազդեցության մասին, ինչի հետևանքով առաջանում են սխալներ։ Ինչու են առաջացել հոգեբանական այդ այսպես ասած խնդիրները մեր ֆուտբոլիստների մոտ։ Ինչ նկատի ունեք հոգեբանական։ Առաջի հերթին ասեմ, որ համաձայն չեմ ձեր հետ, որ անհատականներին առաջի հերթին ես խոսում եմ միշտ իմ սխալների մասին եւ մեղավորներից ամենաշատը ես համարում եմ, որ ես եմ, որպես գլխավոր մարզիչ։ Հետո նոր անդրադառնում եմ մանուկների դետալների մեջ եւ գիտեք մեր մոտ կա sense բան, երբ որ մարզիչից ուզում են պատասխան եւ մարզիչը վերլուծողական մտքերը արտահայտվում ասում են բողոքում է։ Հա, բայց բողոքումը պատճառները ման գալի, արեք sense մի անգամից ասեմ, ոչ ես բողոքող եմ, ոչ է պատճառ մանեկող եմ, ես միշտ վերցնում եմ իմ վրա ուդարը եւ պատասխանատվությունը եւ առավել եւս պարտությունները։ Իսկ եթե մենք ուզում ենք վերլուծենք, այո, ես պատրաստ եմ վերլուծելու։ Ինչի համար եմ շեշտում, որ դուք եւ բոլորը եւ դուք իմանաք, եթե ես մի հարցում շուրջ հիմա խոսելու ենք եւ բարձրաբանելու ենք եւ վերլուծելու ենք, դա չընկալվի որպես պատճառաբանություն կամ մեղավորների փնտրում։ Չէ, բացարձակ դուք կարող եք չասել, որ դուք մեղավոր եք։ Միևնույն է, մենք գիտենք, որ գլխավոր մարզիչն ամեն ինչի պատասխանատու է։ Այո, նման բաներ, պատճառներ ման գալ, բայց վերլուծել այո սիրում եմ եւ պետքա վերլուծել, գտնել պատճառներ նրա համար, որ դրա լուծումները հետո գտնել։ Դե հիմա անդրադառնանք հոգեբանական պատճառներին։ Ինչ է եղել մեր ֆուտբոլիստներին։ Ոչ մի բան։ Ֆուտբոլիստները ուղղակի երիտասարդ են եւ անփորձ, բայց իրենք լավն են եւ ունեն ապագա։ Ուղղակի այս փուլում
Պորտուգալիայի հետ հավաքականի, Հունգարիայի հետ հավաքականի, Իռլանդիայի հետ հավաքականի պետք է այդ փորձը ունենալ, որ կարողանաս դիմադրել։ Ուղղակի տաղանդի հաշվին, ցանկության հաշվին դու չես կարող իրենց հետ, եթե կարողացանք Իռլանդիայի հետ, Հունգարիայի հետ ինչ-որ ցույց տալ մրցակցություն, Պորտուգալիայի հետ փորձի բացակայությունը, եթե կա, դու չես կարող այդ մրցակցես այդ թիմի դեմ։ 2007 թվականին մենք ունեինք 1-1 հաշվի, բայց եթե նայենք այն ժամանակվա փորձառու տղեկին եւ որտեղ էին խաղում, որ առաջնությունում էին խաղում, ինչ փորձ ունեին, կարողացանք դիմադրեինք եւ մրցակցություն ցույց տանք։ Այս հավաքականով առայժմ պատրաստ չէինք մենք փորձի պակասը եւ եթե չկա փորձ կամ եթե ֆուտբոլիստները երիտասարդ են ու տենում են, որ իրենք խաղում են աստղերի դեմ եւ Եվրոպայի լավագույն թիմի դեմ, վստահության խնդիր է գալի ամեն ֆուտբոլիստ չէ, որ հոգեբանորեն կարող է շատ արագ վստահություն ձեռք բերի եւ մենամարտիկ ոնց են ասում կոնկուրենտ կրվի դուրս գա, այո։ Պարոն Մելիքյան, դուք 2007 թվականը նշեցիք, երբ դուք խաղադաշտում եք եւ խաղում եք Պորտուգալիայի դեմ։ Այդ ժամանակվա հավաքականի եւ այս հավաքականի հաղթելու ցանկությունների գործակիցը նույնն է։ Ինձ մոտ որպես երկար տարիների երկրպագու մեր հավաքականի, այն տպավորությունն է, որ մենք այն ժամանակ առանց մարտի կանոններով ճակերտավոր ասած դուրս էին գալիս, որպեսզի հաղթեինք։ Հիմա կարծեք թե հաղթելու հասնելու ջանքը մի փոքր ավելի թույլ է։ Զուգահեռներ որ տանում եք ինչ է։ Այո, կարող եմ համեմատել, կարող եմ, չեմ կարող շատ թույլ տալ պարզ ասել, բայց ինչ որ մի պարզաբանում կանեմ, որովհետև այն ժամանակել եմ եղել հանդերձանանում, հիմա էլ եմ եղել հանդերձանանում։ Կարող եմ ասել, որ նվիրվածությունը տարբերություն չկա։ Այն ժամանակվա մեր թիմն էլ է եղել նվիրված, այս թիմն էլ է նվիրված։ Չեմ կարող ասել նվիրվածության խնդրեմ չեմ տենում, որովհետև այս հավաքականը այսօրվա ես տենում եմ իմ տղաներին, որոնք սիրում են մեր եռագույնը, մեր գերբը, մեր ֆուտբոլը եւ նվիրվում են։ Բայց պայքարի մեջ, կռվի մեջ այդ ես խնդրեմ տենում եմ այդ դուխի մեջ, որ մենտալիտետը փոխվի։ Այս Պակալենյան, այս Պակալենյան որ կա, ուրիշ ձև է նայում այդ ամենին, մեր ժամանակ ուրիշ ձև։ Մեր մոտ հանդերձանում կա ցենց ես տենում եմ այդ ձերսկս կա խոս չէ, ցենց կռվի են, ձգտում են, ուրիշ ձևի կրակ։ Հիմա ես աշխատում եմ տամ, փոխանցեմ, բայց ես դա պետք է չանեմ, բայց ես տենում եմ տեսակ կա, որ դրա կարիք ունի։ Մեր ժամանակ չկար այդ ձևի բան։ Մեզ ինչ-որ մեկը դուխ տար, մեզ ինչ-որ մեկը մենք պատրաստ ենք կոկորտից բռնել, իսկ հիմա ես աշխատում եմ այդ ամեն ինչը ինչ-որ մի ձևի տամ։ Չեմ կարող ասել բոլորին, կան տղաներ, որոնք ունեն դա, բայց իսկ մեր ժամանակ չկար տղա, որ չունենար դա։ Այդ հարցը, իսկ ինչու է դա փոխվել։ Դե Պակալենյա է փոխվում, մենտալիտետը փոխվում, այն ժամանակ Գուցե ավելի շատ էինք ուզում հաղթել այն ժամանակ, քան հիմա, թե այդպես չի։ Ես ասեմ, ես մի քիչ հեռու եմ այդ Instagram-ներից, սոցիալական, առօրյա կյանքը, այդ բաները մի քիչ մեր ժամանակ ինչն էր մեր ժամանակ փողոցներ իրար մեջ լավացությունը շփումը մրցակցությունը դաշտում կլինեն փողոցում կլինեն միշտ իսկ հիմա ավելի շատ շոյ է սելֆի Instagram փափուկ կյանքից է ու այդ ամեն ինչը մեր մեջ կոփվել է այդ ամեն ինչը հիմա նայում եմ բաներ կա ասենք չեմ ուզում ասեմ բայց Պորտուգալիան երբ որ ես տեսա տղաներ կային ինչով էին ուզում Ես ասել եմ այդտեղ շատ կարևոր մեկ հանգամանք
տղաներից մեկի վերաբերյալ։ Ֆորմա փոխելու Սպերցյանի հայտարարությունն էր, որին դուք տվեցիք ավագի թեվ կապը եւ հիմա մեր ազգային հավաքականի ավագն է եւ շատ սիրված ֆուտբոլիստ է եւ բոլորը շնչակտուր սպասում են նրա հերթական հաջողությանը, բայց ինձ համար անընդունելի է, երբ մեր հավաքականի ավագն ասում է կփորձեմ մարզաշապիկս փոխանակել Ռոնալդոյի մարզաշապիկի հետ։ Արդյոք ունեցել եք Սպերցյանի հետ զրույց այդ մասին եւ որքանով է նորմալ, որ հավաքականի ավագը, որը մեր երկրի հավաքականի ազգային հավաքականի ավագն է, նպատակ ունի մարզաշապիկ ձեռք բերել ֆուտբոլային գերաստղի։ Լսեք, ես Սպերցյանին շատ սիրում եմ։ Մենք բոլորս։ Այո, իմ թիմի ավագն է եւ մեր համար շատ կարեւոր ֆուտբոլիստ է։ Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ, բայց շատ դիպուկ հարցը տվիք, շատ ճիշտ ու նկատել եք։ Այո, ես էլ եմ նկատել։ Եվ զայրացել եմ մարդիկ դա։ Ես ասեմ, որ մեր ժամանակում այդ դրա մասին էինք խոսում, հա։ Մեր ժամանակում ես չեմ ազգանում տա ուրիշ ազգանում ֆուտբոլիստի իմ, բայց երբ որ մենք մի խաղ պարտվեցինք, ես հետո գնում էի ասուլիսի, ես տենամ, որ ինքը կանգնած է ինչ-որ մի անկյունում, ասում եմ սպասում եմ մայկա փոխեմ, այդ իմ համար էլ է։ Չեմ կարողացել ով ինչ, բայց այդ ֆուտբոլիստը մտածում եմ, որ ես էլ իրեն չեմ հրավիրի հավաքական։ Դե դուք տեսնենք, թե ում չեք հրավիրի, ըստ այդմ տարբերակներ կունենանք, թե որ ֆուտբոլիստները կլինի չեք կարող տենա ես ներքին կուխնյայի, բայց իմ համար հավաքականում խաղացել եմ 30 խաղ, փոխել եմ ընդամենը 1 անգամ մայկա Սալգադոյի հետ էր, որ ինձ խնդրել էին։ Անենց մարդ, որ իր երկրպագ ուներ, շատ էր խնդրել, որ կտաս այդ մայկեն ինձ մի անգամ։ Ոչ մի անգամ ես չեմ մտածել նման բանի մասին։ Չեմ ասում մտածողները սխալ են, բայց ինքը պետք չի կարող առաջնահերթությունների մեջ։ Այդտեղ գալիս է մտածելու, որ ում մասին է մտածում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստը, ազգային հավաքականի թե սեփական անձի։ Ինձ կարող են քննադատել, կարող են ինչ-որ կան մարդիկ, որոնք ասում են շատ է խոսում նվիրվածություն, արժեքների, այո, խոսում եմ եւ խոսելու եմ, որովհետեւ սա ազգային հավաքական է եւ պետք է ունենա առաջնահերթություններ, որոնց մասին պետք է ֆուտբոլիստը պարտավոր է մտածելու, հագնելով ազգային հավաքականի շապիկը, մարզաշապիկը եւ ինքը պետք է հասկանա հագնելուց ինչ պատասխանատվություն մեկ կդում եւ ոչ թե մտածի կոլեկցիաների մասին։ Կոլեկցիան մարդիկ կան հավաքում են ֆորմաներ, կոլեկցիաներ եւ այլն եւ այլն։ Դա տեղ չի, որտեղ պետք է դու հավաքես կոլեկցիա կամ ունենաս սելֆի կամ ունենաս նկար քո պատմության քո չկա քո։ Սա ազգային հավաքական է եւ ազգի համար է, որը ես ակումբներում աշխատել եմ 10000 երկրպագու, 15000 երկրպագու, 50000 երկրպագու, բայց ազգային հավաքականը 10 միլիոն է երկրպագու։ Տարբերությունը շատ մեծ է եւ ֆուտբոլիստը պետք է հասկանա, երբ որ ինքը խաղում է ակումբում, ամենալավ ակումբում, որտեղ ունի 100000 երկրպագու կամ 200000, գալով ազգային հավաքական, ինքը ունի 10 միլիոն, ոչ միայն երկրպագու, այլ 10 միլիոն երես, որ ինքը պետք է պարզ պահի։ Նու աշխատում եմ դրա հետ, ես կդնեմ այդ հիմքը։ Առանց այդ հիմքը դնելու ձեզ կհաջողվի ինչ-որ բան մեր հավաքականի հետ։ Չեք կարծում, որ դա կարևոր գործոններից մեկն է։ Եթե չունենայի վստահություն, ես չէի լինի այստեղ։ Ես այստեղ չեմ եկել փող աշխատելու։ Իմ հնարավորությունները իմացողները գիտեն, որ ես կարող եմ այս գումարները աշխատեմ եւ կլուբ ակումբներում ավելի քիչ պատասխանատվության եւ այլն, բայց ես իմ փողը կաշխատեմ, բայց այստեղ ես եկել եմ նրա համար, որ իմ փորձը, իմ անցած ճանապարհը, որպես հայ, որպես մասնագետ, տամ իմ հայկական ֆուտբոլին, տամ ու օգնեմ։ Վստահություն ունեմ նրանում, որ ես ունեմ լավ մարզչական շտաբ, լավ գիտելիքներ, լավ փորձ, որ ես ուզում եմ տամ անմնացորդ նվիրվեմ ու ինչ ունեմ, չունեմ, ես փորձեմ տալ եւ օգնել։
վստահություն ունեմ, որ շատ բան ես կփոխեմ եւ փոխում եմ եւ կփոխեմ, բայց այն արդյունքը, որը որ երկրպագուն ուզում է այն, իսկ երկրպագուն ինչ է ուզում, միշտ սիրում է մաքսիմալը։ Այո։ Մեկ Դա երկրպագուի գործն է։ Դա ես խոսք չեմ կարող տալ, որովհետեւ ունենք շատ խնդիրներ, բայց որ կարող եմ խոսք տալ, որ ամենացոր կնվիրվեմ եւ ամեն ինչ կանեմ մաքսիմում, ինչ ինձանից հասնում է, այդ ես խոսք եմ տալիս։ Դուք չեք ուզում ձեր այսպես ասած ներքին խոհանոցի խնդիրները կամ հարցերը պատմել մեզ, բնավ չխառնվելով նաեւ ձեր գործերին, այնուամենայնիվ առանց բովանդակությունը նշելու թե ինչ եք ասել մարզաշապիկի հետ կապված, վստահ եմ զրույց ունեցել եք Սպերցյանի հետ։ Ես Սպերցյանի հետ չեմ ունեցել, ես ունեցել եմ ընդհանուր թիմի հետ, հասկացնելով շատ ֆուտբոլիստները ինչ ես ուզում եմ։ Ամեն ինչ չի որ ուղիղ պետք է ասես, որովհետև դու գործ ունես հոգեբանության հետ, դու գործ ունես ջահել տղեկի հետ, որոնց կարաս նեղացնես, վիրավորես կամ ինչ որ հոգեբանության հետ ինչ որ դրա համար ամեն ինչ չի որ ուղիղ, բայց ես անպայման ունեցել եմ այդ հավաքները եւ խոսակցությունները, այդ արժեքների, այդ կարևորությունների մասին, ինչն է կարելի, ինչը չի կարելի ազգային հավաքական ֆուտբոլիստին։ Ունեցել եմ, այո, աշխատանք տանում եմ։ Իվուն շատ լավ երգում է մեր ազգային օրհներգը։ Ինչու են որոշ ֆուտբոլիստներ լուռ։ Մենք հենց խաղը սկսվում է համաձայն եք, չէ՞ որ առաջին տպավորությունը, որ նայում են երկրպագուները եւ ուզում են տեսնել, համեմատում են այլ երկրների հավաքականների հետ, որոնց մասին հիմա եւս կխոսենք, ուզում ենք տեսնել, թե ինչպիսին է արձագանքը այն հնչյուններին, որոնք մեր օրհներգինն են։ Դժվար է միահամուռ եւ տրամադրված։ Լավ, ես ասեմ, նայեք, վերջի խաղին, թե նախավերջի խաղին ես նայելով համարյա ինչ կան նշում բոլորը երգում էին։ Բայց լինում է եւ այո, պահեր, որ նկատում ենք հակառակը։ Բայց ես հանդերձարանում խաղից առաջ չեմ թողում, ասում եմ տղաներ, հենց մտնում ենք հանդերձարան, հեռախոսները անջատում եք։ Այդ չկա։ Մտնեն, նայեն, գրեն, ոչ մի բան։ Ու մտնում եմ հանդերձարան, մի ժամ խաղից առաջ տենում եմ հեռախոսով սենց։ Մի անգամից մոտիկ անում եմ, նայում եմ էկրանին, տենում եմ, որ ինքը հիմն է կարդում ու սմա հիշի, որ կարողանա երգի։ Ուզում եմ ասեմ, այդ տղաները մտածում են դրա մասին, սովորում են, մտածում են, կարող է էմոցիաների տակ մտքերով կարող է գնալ կամ օրինակ ես հիմնի ժամանակ չեմ երգում ինքս, բայց ես գիտեմ Կանխեցիք հաջորդ հարցս, թե դուք ինչու չեք երգում։ Ես չեմ երգում, ես այդ ժամանակ աղոթում եմ։ Ես իմ հավաքականի խաղացած ժամանակ էլ աղոթում էի այդ ժամանակ, ես ունեմ ես Աստծուն հավատում եմ ու միշտ իմ հետ է ու ես էլ իր հետ եմ ուզում լինեմ ու այդ ընթացքում երբ որ իմ էմոցիաները իմ այդ զգացմունքները ես կապում եմ Աստծու հետ եւ աղոթում եմ եւ խոսում եմ։ Ուզում եմ ասեմ, որ շատ մի կենտրոնացեք, երգում են նվիրված է, չեն երգում նվիրված չի։ Մարդկա այդ ընթացքում ուզում է այդ հիմնի տակ, ոնց որ ես ինչ որ մի ամեն ֆուտբոլիստ, բայց ամեն դեպքում երկրպագուն ուզում է դա տենա, ես դրա մասին ֆուտբոլիստերին ասել եմ։ Երկու ֆուտբոլիստի մասին եմ ուզում խոսել։ Նախ ինչով էր պայմանավորված, որ Բարսեղյանին տվեցիք ավակի թեև կապը եւ այնուհետեւ փոխեցի, գուցե տարիքային էր, գուցե ավանդույթներն են այդպես, մեկ եւ երկրորդ Հրանտ Ռանոսին վերադարձրեցիք հավաքական, նախորդ մարզչի հետ խնդիրներ կար, ինչ կարծիք ունեք դրա մասին։ Շատ չեմ ուզեի թեմի ավակից խոսել, ինչու, ուղղակի ասեմ Հենիկ Մխիթարյանի ամենալավ ժամանակ, երբ որ դա աստղ էր իրոք այն ժամանակ ինքն էլ թիմի ավակ չէր, կա Սարգիս Հովսեփյան, որը թիմի ավակ էր, կա տրադիցիաներ, կա հանգամանքներ եւ այլն, այդ ժամանակ ես գտա, որ այդ ձև էր պետք անել զրույցներից, մթնոլորտից եւ այլն, ես վստահեցի, տվեցի թեև կապը երկրորդ հարցը կարողացավ իրեն արդարացնել, թե չէ, կարծում եմ ոչ։
Դե եթե փոխեցիք արդեն ոչ, այո։ Ինչու՞։ Ոչ, որովհետև որպես թիմի ավակ նա իրավունք չուներ Իռլանդիայի խաղը ինքն էլ հասկանում նման քայլի գնալ, նման էմոցիաների ու դրա համար որպես թիմի ավակ այդ առաջադրանքը որպես ֆուտբոլիստ ինքը լավ աշխատեց։ Իռլանդիա հաղթեցին եւ այլն, ինքը մեծ օգուտ տվեց որպես ֆուտբոլիստ, որպես թիմի ավակ այո, ինքը այդ առաջադրանքը չկատարեց, դա համար Սպերցյանը այսօր թիմի ավակն է։ Իսկ Բարսեղյանի մասով կա որոշում, վատ սխալ էր իրականում այդ կարմիր քարտը, բայց այնուամենայնիվ ունեք որոշում ինքը կհրավիրվի հավաքական թե ոչ։ Ինքը կհրավիրվի հավաքական թե ոչ, ոչ մի անգամ չկապեք կարմիր քարտի հետ։ Որովհետև կարմիր քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ եւ պատժել դրա համար չհրավիրել, դա ուղղակի շատ վատ է։ Վատ մնացած ֆուտբոլիստների համար հասկանալու, որ այդ սխալը կարող է կորցնել ազգային հավաքականը, չի կարելի նման բան։ Իսկ հրավիրվի թե ոչ ժամանակը ցույց կտա, ինչպես որ բոլոր ֆուտբոլիստները ոչ մեկ ապահովված չեն, եւ այո, կգա ժամանակը, կնայենք, կվերլուծենք, կհասկանանք, ոչ միայն խաղային մարդ կարող է խաղում է, բայց ես հասկանում եմ, որ ինքը պետք չի հագնի մարզաշապիկը հավաքականի, որովհետև իր մոտեցումը, հոգեբանությունը, նվիրվածությունը, լրջությունը, այնքան հանգամանքներ կա, մենակ պետք չի նայել, լավ է խաղում ես, ինչ որ իր ակումբում պետքա կանչել հավաքական, բայց հավաքական հրավիրվելուց իմ համար շատ կարևոր է տեսակը մարդու։ Տեսակը, որովհետև ինքը ներկայացնելու է մեր ազգը 10 միլիոն ժողովուրդ։ Պատրաստ է դրան, թե պատրաստ չի։ Ну, մենք այդ ամեն ինչը ես ինքս հաշվի եմ առնում։ Իսկ Հրանոսի մասին ինչ կասեք։ Հրանոսի մասին ես իր խաղերը տեսել եմ մարզադաշտում, երբ ես հավաքականի մարզիչ չէի, ինչ շատ դուր էր գալի, ինչի չի հրավիրվել ներքին կողքնյա, դա մարզիչի, ֆուտբոլիստի հարաբերությունն է, ես չեմ կարող ասել ու ասել ճիշտ ու սխալ ասել, որովհետև իրանք իրար մեջ են ունեցել այդ խոսակցությունը, դա ինձ հետաքրքիր չի։ Ինքը արժանի է լինել հավաքականում, որովհետև ես տեսել եմ իր նվիրվածությունը եւ իր աշխատանքը դաշտում հավաքականում, ինձ դուր է եկել, հրավիրել եմ, իսկ ինչի չհրավիրվել, ես այդ մասին իմանալով ու շադիր եմ եղել իր աշխատանքն ու ապրելը հավաքականում, ես պրոբլեմ չեմ տեսել։ Երբ որ կտենամ, միտքս փոխեմ, բայց ինքը մեր համար կարևոր ֆուտբոլիստ։ Ինչ ռեսուրսի պակաս ունի հավաքականը։ Օրինակ Սպերցյանը միշտ մաքուր հարձակվող չի խաղում։ Ունենք համար 9-ի խնդիր։ Մենք ունենք ռեսուրսի պրոբլեմ, այո։ Մենք եւ դարպասապայից սկսած մինչեւ հարձակվող։ Իսկ ինչպես է դա դրացվելու։ Այլ երկրներից հայեր են հրավիրվելու։ Կլուբում, ակումբում աշխատել այնքան հեշտ էր ավելի։ Եթե դու միտեղ պրոբլեմ ունենում, աֆրիկացի կգտնեիր, բրազիլացի կգտնեիր, պորտուգալացի կբերեիր, կփակեիր, կպրծնեիր։ Ուղղակի տալիս է զադաչա ակումբին, ասում է, ես ինչ տեղ է, ես ինչ ֆուտբոլիստ է, ինձ պետք է։ Մարդիկ աշխատում են, բերում են, դու այդ հարցը լուծում ես։ Հավաքականում շատ դժվար է։ Ես տենում եմ պրոբլեմներ։ Դե սկսած օրենսդրական հարցերից, վերջացրած քաղաքացիություն եւ այլն, հավաքականում դժվար է։ Իսկ դուք կան ֆուտբոլիստների շրջանակ, որոնց խաղին հետևում եք այս փուլում։ Այո, իհարկե, կան։ Անուններ չեք տալու։ Չէ, որովհետև տեխնացուների անուններ չեմ ուզենա տամ։ Ունենք հավաքականում անդամներ, որոնք իրոք պետքա լինեն, կան եւ կան տեխնացուներ, որոնց շուրջ մենք աշխատանք ենք տանում, ես իմ մարզչական շտաբը։ Հասկացա։ Իսկ երբ նայում ենք մեր հավաքականին, Մխիթարյանն անընդհատ խոսում է իր կարիերան այս կամ մյուս տարի ավարտելու մասին եւ բնականաբար նա իր ազգի մեծակույն պարծանքն է եւ անդրադառնում ու բարձրացնում է հարցեր, որոնք բացառապես սպորտի հետ էլ կապ չունեն եւ չի ասում ես մարզիկ եմ, չեմ խոսում նույն Բաքվի գերիների հարցն եւ այլն։ Մենք մեր հավաքականի այսօրվա ռեսուրսներով կամ մանկապատանեկան ֆուտբոլում կամ առհասարակ մեծ բախտ կվիճակվի ունենալ երկրորդ Աստղը Մխիթարյանի պես։ Տեսանելի ապագայում չեմ ասում ոչ ողջամիջանկետում։
Դե հուսով եմ մի քիչ մոտիկ կարող է լինել Սպերցյանը, որ ճիշտ աշխատի, ինչ այսօր ինքը շատ ճիշտ աշխատում է եւ հոգեբանությունն էլ է ճիշտ իրա, եթե կարողանաս այն շարունակել, կարող է հասնել։ Մոտիկ իրեն եմ տենում առայժմ։ Ու չէ, այսօր չեմ տենում, կարա 3-4 տարի հետո ինչ-որ մի հատ ֆուտբոլիստ 1-2 չեմ բացառում։ Ինչ է պետք մեր ֆուտբոլին պետության կողմից։ Ինչու եմ հարցնում, որովհետև տեսեք, մենք հարևան Վրաստան ունենք եւ նախանձելի հավաքական, հատկապես նախորդ առաջնությունը մենք ինքներս էլ էինք արդեն երկրպագում եւ ունեն հսկայական արդյունք, խաղում են նաեւ թոփ ակումբներում այն հավաքականին ֆուտբոլիստներ եւ այլն։ Ինչու է այդպես դասավորվում։ Մեր կյանքը, մեր հավաքականը 9-1, իսկ իրենք աստեղային ժամեր են ապրում, կարելի ասել, եւ պատմական արդյունք են գրանցում։ Շատ լավ հարց է, շատ կարևոր հարց է։ Ես կուզենամ բարձրաձայնեմ։ Այո, պատասխանատուն ես եմ այսօր ազգային հավաքականի մարզիչը եւ առաջի իսկ ուդարը, հատվածը ես եմ ստանում։ Դա նորմալ է, ես պատրաստ եմ դրան, ես գիտեմ ուր եմ եկել, ինչի համար եւ ինչին պետքա պատասխան տամ։ Բայց առանց պետության աջակցության մեր պետությունը պետքա սիրի ֆուտբոլը։ Եթե մենք ուզում ենք ֆուտբոլ ունենանք, ես իմ ռեսուրսով կարող եմ մի հատ հաղթել, երկու հատ պարտվել, սենց։ Մենք չենք ունենա վերելք, մենք չենք ունենա ստաբիլություն, մենք չենք ունենա այն ֆուտբոլը, որ ես գիտեմ երկրպագուն ինչ ասում, մենք չենք ունենա դա, մինչև մեր երկիրը, մեր ղեկավարությունը չսիրի ֆուտբոլ։ Երբ պետության պլանի մեջ, ծրագրի մեջ, ռազմավարության մեջ չլինի զարգացում հայկական ֆուտբոլը։ Ես գիտեմ, որ ունեցել են մեկ անգամ աջակցություն ֆինանսական ֆեդերացիային, դա մեկ անգամ չէ, դա պետք է լինի ծրագիր Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, հիմա արդեն չէ Ուկրաինայում պատերազմը, մինչև այդ Ռուսաստանում, որտեղ ուզում եք, պետությունը նայում է ծրագրի մեջ, ռազմավարության մեջ, սպորտը, ֆուտբոլը դա համախմբում է, ֆուտբոլը դա տալիս է ազգին տրամադրություն, շատ բան, բայց մեր երկիրը, մեր ղեկավարները Բայց մեր ռազմավարության մեջ գրած է 2050 թվականին դառնալ որևէ առաջնության հաղթող։ Ինչ ենք անում դրա համար։ Այ դա հարց է։ Ինչ ենք անում։ Ես չեմ տենում որ, ասեմ։ Ղազախստանում 90 միլիոն եվրո տարեկան փող է փոխանցվում պետության բյուջեից զարգացում ֆուտբոլի։ Վրաստանում կոնկրետ թվերը չգիտեմ, մեծ գումարներ 10 միլիոնավոր եւ ակումբների իսկ դա պետության մակարդակով զարգացում ֆուտբոլ։ Հայաստանում չկա։ Հայաստանում անհատների հույսի վրա է մեր ֆուտբոլը։ Այսօր կան նոա Փարկաստու որ նախագահան ներդրում անում է, կան էլի ակումբներ, որոնք ստեղծում են իրենց, Ուրարտուն ունի իրենը, նոան ստեղծում է իրենը, երրորդին ասեք, երրորդ չկա, մնացածը վարձատրում են, այո, շնորհակալություն բոլոր ակումբներին, որ ներդրում են անում, ծախս են անում, ֆուտբոլը ակումբ են պահում, բայց ֆուտբոլը ինչա, ոնց կարող է զարգանալ, երբ ունի ֆուտբոլիստն ու մարզիչը պայմաններ, աշխատելու պայմաններ, եթե դուք չունենայիք այս տաղավարը, դուք չեք կարող որակ տակ, որտեղ մենք պետք է, եթե չունենեք այս հնարավորությունը, ամեն բնակավարում պետք է ունենան հնարավորություն աշխատելու, հայկական ֆուտբոլում չկա այդ հնարավորությունը, դա համար չունենք ռեսուրս, մինիմալին, իսկ պետության կողմից պետք է սիրեն, պետք է մտածեն, ես Մյունխեն էի,
խաղի օրը դուք տենայեք քաղաքը իրենց ընտանիքը, երեխեն, պապան, մաման ապրում են սաղ քաղաքով, որտեղ իրենց թիմը խաղում է։ Նույնը եթե երկրի հավաքականն է խաղում։ Մեր մոտ 2 օր առաջ ոգևորվում են, մեր 2 օր էլ հետո են խոսում, ու վсё։ Դե դա մի քիչ բարդ հարց է երկրպագուների մասով, որովհետև անդադար կալ եւ պարտված գնալ նորից Բայց ես ասում եմ այդ պարտվել գնալ, բայց դրա համար ինչ ենք անում, որ հաղթենք։ Բոլորը պետք է մտածեն, թե չէ մարզիչին 4 օր առաջ մարզիչի գործը սկսվում է հավաքականի, ֆուտբոլիստներին հավաքում է 4 օր պատրաստում է, ու գնում է խաղի։ Ստացվի, չի ստացվի, կարողացան, չկարողացան, դրանով մենք ուզում ենք ինչ տենանք։ Հայկական ֆուտբոլում դրա համար պետք է պետությունը մտածի, մինչև մարզիչի հավաք աշխատելն ու հավաքականին հավաքելը, պատրաստ է խաղը, պետությունը ինչ է անում, ինչ պետք է անի, որ բացի ֆինանսական ներդրումներից, էլ ինչ պետք է անի։ Լավ, սենց օրինակ բերեմ, պետք է ասեմ։ Նոա ֆուտբոլային ակումբը մարզադաշտ է սարքում, մեծ գումար, մեծ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում մարզադաշտ սարքելու։ Ակումբը Ինչի է սարքում մարզադաշտ։ 2 տարի տանջվել է, 2 տարի, որ կարողանա տեղ վերցնի, 2 տարի մենակ, կարողա տեղ տրամադրի պետությունը, որ ինքը կարողանա ներդրել, դա աբսուրդ է։ Եթե մի մարդ ուզում է 30 միլիոն, 40 միլիոն, 50 միլիոն ներդրում անի, մի բան կառուցի հայ ազգի համար, այսինքն պետք է անի ու սաղ աշխատեն, որ այդ ներդրումը այդ մարդը անի։ Բայց այդ ընթացքում այդ 2 տարվա մեջ կարող է այդ մարդը հիասթափվել, Իհարկե։ ու ասի դե որ այդ ձևա, վсё։ Ու ինչ։ Ոչ միայն ֆինանսական, պետքա պետությունը ոգևորի ներդնողների, եթե ինքը չունի այդ բյուջեն առայժմ, որովհետև մեր երկրի վիճակը ծանր է եւ այլն, պատերազմ տեսած է, հասկանալի է։ Բայց գործողությունով ոգևորել մարդկանց, որոնք ուզում են անեն։ Ինչքան նախագահներ հիասթափ գնացել են կամ ինչքան չեն ուզում մտնել, պետք է այդ աշխատանքը տարվի, ոգևորեն, որ մարդիկ շնորհակալություն ասեն, պարգևներ տան, չգիտեմ, պետք է անեն, այդ աշխատանք տանեն, մենակ այդ չեմ ասում, թող 100 միլիոն տան ու եւ վերջ։ Աշխատանք պետք է տանեն։ Այ հարևան Վրաստանում դա շատ լավ երևում է։ Շատ լավ երևում է։ Եվ մարզադաշտերը, եւ ենթակառուցվածքերը, եւ համայնքների միջև խաղերի կազմակերպումը, մրցանակներ եւ այլն։ Ամեն ակումբին 50% ծախսում է նախագահան, անհատը, 50% պետությունը տան։ Բա դուք որ իմանաք, մենք ընդհանրապես ես ակումբել եմ աշխատել, հավաքականել եմ աշխատել։ Այսօր մի հատ ֆուտբոլիստի բանակի հարց, որ կարողանանք լուծենք, որ ինչ որ չկորի բան, դա արդեն խնդրեմ է։ Քրքրում են, խիա սպիսակի մեջ, խիծ սպիսակի մեջ։ Դա էլ անվստահության իր պատճառներն ունի, որովհետև երբեմն գրանցվել են դեպքեր, երբ որպես ֆուտբոլիստ բանակից ազատվել է եւ նրան ոչ ոք չի տեսել որպես ֆուտբոլիստ։ Okay, պուսկայ աշխատանք տանեն, մարդիկ բերեն դեն։ Իհարկե, պետություն պետք է շատ իհարկե, թող լավ վերահսկեն։ Վերահսկեն, բայց տան ոչ թե հիասթափեն կամ մի հատ դեպք ասեմ վсё, ոնց վсё։ Այդ դեպքը որ եղել է, ինչ կապ ունի այն մյուս երեխեքը, որ իրոք պետք են։ Աշխատանք վերահսկեք, աշխատանք տարեք։ Ես պարզ խոսում եմ ու ուղիղ խոսում եմ, չեմ վախենում հիմա։ Պետք է ասեմ։ Խնդիրները պետք է ասենք, որ պատճառները ինձ ասում են պարտությունները, բա մենք չենք ուզում ներքև նայենք մի քիչ հետ նայենք, մի քիչ բան նայենք, ոնց է այդ ամեն ինչը գալիս։ Իսկ մեր ֆուտբոլիստները մարդը, պատանին, մանուկը ինչպես պետք է հայտնվի հավաքականում։ Լավ, օթից այդ մարդկանց հավաքենք, ինչ որ մի տեղից բերենք, չաշխատող մեխանիզմ է, հա։ Չգիտեմ, բակային ֆուտբոլ, համայնքային, ակումբային, մանկապատանեկան, այս ոլորտներում ինչ է կատարվում։ Եթե մենք պետք է համեմատենք, հա, հաղթանակներ պարտությունն հետ համեմատում ենք Վրաստան, Հայաստան, հատեք համեմատենք ուրիշ կողմից նայենք։
Վրաստանում ամեն ռայոն, ռայոն, հա, մունիցիպալիտետ լուրջ մարզադաշտեր է կառուցված։ Մենք Հայաստանում ունենք մեր գենետիկան սպորտային է հայ, ֆուտբոլային է։ Եթե մենք ունեցել ենք սովետի ժամանակով AD-73, դա պրոսը չէ, մեր գենն է ասել։ Հետո այս սովետից որ դուրս ենք եկել, մենք արդեն մերն էր Հայաստան, այդ ժամանակ հասկանում եմ պատերազմներ եւ այլն չկառուցվեց, սպորտին չհետևեցին, սենց գնաց, ինքա իջավ ներքև, բայց մենք ռայոններում ունենք լավ երեխեք տաղանդ գենետիկ, բայց այդ իրանք պետք է ինչ-որ միտեղ չունեն հնարավորություն, շատ տեղեր չկան մարզադաշտեր, հնարավորություն պարապելու, աշխատելու, որովհետև անհատը կարող է օրինակ Արտաշատում, ես որտեվ 95 թվին Արտաշատում ֆուտբոլ եմ խաղացել, դվին կար, մեել չկա, Արտաշատում, Արարատում, չգիտեմ, Կապանում հիմա ուզում են ինչ-որ նոր, ես եղա այնտեղ ստադիոն սարքեն, ինչ-որ ոգևորություն կա, ներդրում են ուզում անեն, բայց կան տեղեր, որտեղ կան երեխաներ, բայց որտեղ պարապեն, բատեղից պիտի գա, հավաքական որտեղից են գալի, բակից սկսած, ակադեմիաներից, հետո գալիս են մանկապատանեկան հավաքականներ եւ այլն գալի հասնում են, բայց ընդեղից չի սկսվում։ Հենց այդ եմ ասում, մենք ոնց որ հիմքը չունենք։ Չունենք։ Վերևից Չունենք, այո, չունենք, իսկ հիմքը ով է դնելու։ Եթե հույսը դրել ենք անհատի վրա, չէ, ֆուտբոլի ֆեդերացիան։ Ֆուտբոլի ֆեդերացիան ումից է կախված։ Ինքը ստանում է Հասարակական կազմակերպություն։ Այո, ստանում է UEFA-ից, ես խոսում եմ UEFA-ից ստանում է, ես կոնկրետ թվեր չգիտեմ, 12 միլիոն, 15, 17 միլիոն, չեմ հիշում, բայց մենք խոսում ենք Վրաստան 90-100 միլիոնի մասին։ Ղազախստան նույնը առանց պետության ֆուտբոլի ֆեդերացիայի փողերով այդ UEFA-ը չեն կարող մարզադաշտը գիտեք ինչ արժի կառուցելը։ Դե մեծ գումարներ։ Դե 100-200 միլիոն։ 200 միլիոն։ Հա, ես չեմ շատ ուզում խորանամ այդ ամեն ինչի մեջ, բայց էլի եմ ասում, շեշտը դնում եմ պետության։ Ես ուզում եի հասկանալ մարզիչը հավաքականի, լավ, այսօր դուք եք կամ վաղը Ես թերանում եմ, ես առաջին ինձ եմ, ես թերանում եմ, ֆեդերացիան թերանում է, այո, ակումբներ կան թերանում են, չեն անում են աշխատանքը, որը որ մաքսիմում պետք է, թերություններ կան, ընդունում եմ, չեմ ուզում, բայց եթե խոսում են գլոբալ մեր հայկական ֆուտբոլի մասին, պետք է ամենավերևից նայել, պետությունից սկսվի, եթե մենք ուզում ենք։ Անդրադառնանք մեր հավաքականի կարևոր խաղային բաղադրիչին եւ երկրպագուներին մեր։ Պահանջկոտ են մեր երկրպագուները, թե ոչ ըստ ձեզ։ Այո, բայց դա նորմալ է։ Երկրպագուն ինչի համար է, սիրում է ֆուտբոլ եւ ուզում է տենա հաղթանակ։ Ուրիշ բան չի ուզում տենա, իրան շատ հաճելի չի 9-1-ը։ Այո, բայց ես աշխատել եմ ու տեսել եմ երկրպագուներ դրսերում, երկար տարիներ, շատ տարբեր, բայց ասեմ, որ ինչն է դուր գալի մեր երկրպագուի։ Մենք ունենք երկրպագուներ, որը ինձ դուր է գալի, որոնք վերլուծում են, էմոցիաներին չեն տրվում, պարտվեցին, վсё, հելնում են ու Չէ, նորից հաջորդ խաղին գալիս է մարզադաշտ։ Վերլուծում են եւ adekvaտնի ռեակցիա են տալի, հասկանալով այսօրվա իրավիճակը, մտածում են, վերլուծում են, կան երկրպագուներ, դե ես տեսել եմ, հավաքվում են, sense բան, շուխուրով գալիս են, sense ջարդում են, փշերում են, գոռում են, պարտությունից, հաղթանակից, հա, բայց մերոնք վերլուծում են, նայելով adekvat նայելով, վերլուծելով հնարավորությունները այսօրվա մեր հավաքականի կարող էին, չէին կարող, բարձ է, եթե մենք ունենք այն հավաքականը, որը որ մեզանից թույլ հավաքականին
պարտվի, բայց ուներ հնարավորություն հաղթելու։ Մի կղզու հավաքականի, որի մասին մենք չգիտեինք եւ իմացանք այն ժամանակ, երբ մեր հավաքականը պարտվեց։ Այդ ժամանակ ռեակցիան հասկանալի է, բայց ինձ դուր է գալի, որ իրանք ամեն ինչ նայում են ռեալ։ Հաշվում են, վերլուծում են, հասկանում են, այո, այսօր այս ֆուտբոլիստներով, թեկուզ եւ այս մարզիչով, այս թիմով առայժմ պատրաստ չէին։ Ինչ ուզենք։ Բայց ելի եմ ասում, ամեն դեպքում ինչ կարեն չլինի 9-1-ը դա հաշիվ չէր։ Ընդունում եմ չի կարելի խոսալ բացատրել վերլուծել, դա полный провал է, ու հավաքականներ կան ունենում են, դա ես չեմ կարող ասել։ Ինչ է դա հավաքականի համար։ 9-1-ից հետո գնացիք հանդերձարան եւ դա ինչ հոգեբանական ինչ վիճակ է։ Չեմ կարող բացատրել, դա շատ բարդ է, չեմ կարող բացատրել, ես կասեմ, որ առայժմ մինչև հիմա իմ երազում գալիս է այդ խաղը, հա, ու ոչ միայն բոլոր ֆուտբոլիստները դա շատ դա կոնկրետ նոկաուտ է։ Դրանից հետո ոմանք կամ մնում են նոկդաունում կամ հետո նոկաուտում կամ հետո արթնանում են, թե բոլորը լինում են, որ դրանից հետո եւ սպադ է գնում եւ հոգեբանական խնդիրներ են առաջանում, այո, լինում են։ Բայց ես իմ վրա մի հարցում վստահ եմ, որ ես կարող եմ ուդար ընդունել, որովհետեւ տեսակով ես լիդեր եմ, տեսակով ես ունեմ այդ դուխը հելնել այդ նոկաուտից, ընդունել եւ աշխատել եւ ապացուցել։ Դուք նկատեցիք, որ 9-1-ից հետո ձեր հրաժարականը չպահանջեցին։ Ինչով եք դա պայմանավորում։ Գուցե կային անհատներ, որոնք նախորդ հարցի պատասխանը, որովհետեւ վերլուծել են մարդիկ, տենում են մարդիկ, որ ես երբեմն ես չեմ եկել պատրաստի հավաքականում, ես եկել եմ հավաքական, որտեղ մեծ խնդիրներ ու 1 տարի հաղթանակ չի ունեցել եւ խոշոր պարտություններ ունեցել, ես ընդունել եմ այդ հավաքականին եւ ես կարող էի այդ կան արագ այդ ամեն ինչը կախարդական փայտիկով անել, այ իհարկե ոչ, որ նայում են ռեալ ուղղակի։ Բայց պահանջեցին ուրիշ մարդու հրաժարական, ուղղակի մեր տաղավարում պարոն Մելիք Բեկյանը չի։ Ոնց է ազդեցությունը տեսնում, երբ հավաքականն է մարզադաշտում եւ նույն մեր երկրպագուները պահանջում են ղեկավար կազմի հրաժարականը։ Դա որտեղ հնչեցնեն իրենց պահանջը, սա մեկ, երկրորդն էլ դրա ազդեցությունը արդյոք ֆուտբոլիստի վրա լինում է, թե այո, լինում է։ Ոչ առողջ մթնոլորտը եւ խնդիրները եւ ակցիաները, այո, ազդում է։ Ես շատ շնորհակալ եմ մեր այդ գտպագուներին, երբ ես ընդունեցի մեր ազգային հավաքականը, ինքս հանդիպեցի, ինքս խնդրեցի, որ ես ձեզ հասկանում եմ ձեր պայքարը, ես էլ եմ եղել այդ պայքարի մեջ ամեն ինչ, ուղղակի խնդրում եմ վերցրեք time out։ Այս ցիկլ ինչ որ մի, որովհետեւ ես չեմ կարող այդ մթնոլորտում ինչ-որ մի բան դզել, ուղղել, աշխատել ու ընթരാճին։ Ես շնորհակալ եմ իրենք ինձ հարգեցին, հասկացան, արեցին իմ խնդրանքը եւ այդ ցիկլի ընթացքում չեղավ այդ ակցիաները, որը ինձ շատ օգնեց։ Ես ասում եմ, չհաշված Պորտուգալիայի պրավալը, մենք որ Իռլանդիայի եւ Հունգարիայի հավաքականների դեմ մրցակցություն լավ ենք տվել։ Այդքան չհաշված խնդիրները, եթե 3 ամիս, 4 ամիս առաջ այս հավաքականը խոշոր պարտություններ էր ունենում։ Վրաստանը Հունգարիայից ուժեղ թիմ չէր։ Հա։ Ես համարում եմ, որ ուժեղ թիմ չի Վրաստանը Հունգարիայից, բայց մերոնք պայքարեցին, մրցակցություն ցույց տվեցին եւ մինչեւ վերջի վայրկյան դոպել մենք այնտեղ էլ երկրպագուները խնդիրներ ունեցան այդ խաղի ժամանակ։ Իսկ ձեզ համար կարևոր է, բնականաբար կարևոր է, բայց գուցե կմիջամտեք կամ եթե տեսնեք, որ ունեն ինչ-որ հարց, խնդիր, որը բարձրաձայնում են տոմսերի վաճառքի հետ կապված անդադար բողոքներ են երկրպագուների, արտագնա խաղերում եւս խոսում են, որ իրենք չունեն առանձին հատված եւ այլն։ Սա մարզ չի, քաղաքականության մեջ մտնում է, թե դա ձեր գիծը չի եւ ձեր գործը չի։ Ուրեմն ես ինչ-որ մի պերիոդում ես որոշեցի մտնել ուրիշ գծեր։
բոլորը դրա մասին գիտեն, որ ես մտել եմ, ուզեցել եմ փոխեմ, ուզեցել եմ բարձրացնեմ, ուզեցել եմ քննադատել եւ այլն, բայց ժամանակը ցույց տվեց, որ ես հասկացա, որ վերջ, շատ բաներ տեսա կեղտոտ, շատ բաներ տեսա ոչ արդար, ասեցի վերջ, ես արդեն պետքա զբաղվեմ, ես հասկացա, որ ասում եմ ուր եմ ընկել։ Որոշեցի, որ վсё, ես կանգնում եմ այդ ամեն ինչը ու ես կենտրոնանում եմ որպես պրոֆեսիոնալ մարշական իմ գործով։ Էլ չմտնեմ ոչ միտեղ, ձեր ասած գծերը։ Ինչի համար, որովհետև այն ընթացքում, երբ որ ես մտածեի, շատ հիասթափություններ ստացա, ժողովրդական խոսքը, կողքից շիրա էին տալի, կողքից ոգևորում են, կողքից իմ հետ էին, կողքից արժեքներից էին խոսում, նվիրվածությունից, ես շատ գիտեմ պայքարից, շատ սենց։ Հետո քնում արտանամ են, փոշմանել են, արդեն բիզնես են տենում, արդեն դուրս են գալի գնում են, արդեն մեզ մենակ ես մնացել։ Ամեն մարդ իր թելն է քաշում, սենց ասած։ Դուք քանի տարի եք բացակայել Հայաստանից։ Այդ թելերը մի քիչ 20 տարի համարյա ես 18-20 տարի ես Հայաստանում չէի։ Չէ, որ դուք ասացիք, ես հետո հասկացա, որ շիրա են տալիս եւ բիզնես թելերը քաշում են, ուզեցի հասկանալ որքան եք մեր իրականությունից կտրված եղել, որ այդ ամենը հետո հասկացա։ Շատ ճիշտ ասի, կտրված եմ եղել, այո։ Ես եկել եմ սենց, սրտանց, մաքուր, ազնիվ, պայքար եւ այլն, հետո հասկանում ես ջուրը պղտորա, մարդիկ մեջը ձուկ են ուզում բռնեն։ Սենց ամեն ինչ մեջ ես ասացի։ Ձեզ քննադատում է այն մարդը, ում հետ դուք պայքարում եք, Արթուր Սողոմոնյանը, լսել եք այդ մասին կամ ինչ մեկնաբանություն ունեք։ Ես Արթուր Սողոմոնյանի մասին չեմ ուզեցել խոսեմ ու չեմ խոսի, ուղղակի ասեմ, որ մինչև վերջի օրը ես եղել եմ իր կողքը, նվիրված եւ ակումբի եւ իրեն կողքը։ Ղեկավարել եմ ակումբը, աշխատել եմ, երբ որ նա ասաց ինքը գնում է, ես հիասթափվեցի, որովհետև մենք որոշել ենք պայքարենք։ Ես եղել եմ մինչև վերջի օրը եւ առաջարկել եմ նենց բաներ, որ ես ինքս իմ կարիերայով կարող եմ տուժվել, ֆինանսական կարող եմ տուժվել, բայց ուզեցել եմ մնամ այդ սկզբունքների մեջ, որը մենք բռնած։ Հետո հասկացա, որ իրեն դա հետաքրքիր չի էլ։ Ուղղակի երևի հավեսից ելավ, չգիտեմ, կամ չգիտեմ ինչ ստացվեց, բայց էլի ասեմ, որ նա եղել է բիզնեսմեն, մնացել է բիզնեսմեն եւ բիզնեսով է նայել, չի կարելի քննադատել կամ ինչ-որ վատաբանել։ Իր կյանքն է։ Ես պրոստը մի քիչ խառնեցի իրար, հիմա ես արդեն կյանքի փորձերը ամեն ինչ հասկացա։ Պարոն Մելիքյան, ինչպիսի հավաքականի մասին եք երազում։ Հաղթող։ Երբ հրաժարական կտաք դուք, որ պարագայում։ Երբ որ վստահաբար, երբ որ երկրպագուն չի հավատում էլ ինձ։ Ես համոզված եմ, ես այսօր պարտվել եմ, բայց երկրպագուն ինձ հավատում է։ Երբ ես կզգամ, որ չի հավատում։ Երբ ես կզգամ, որ երկրպագուն կանգնել է ոտի եւ իմ հրաժարականն է պահանջում, որովհետեւ իմ համար երկրպագուն ամենակարևորն է։ Մենք խաղում ենք իրենց համար։ Ինչ է երկրպագուն, դա ժողովուրդն է։ Դա եւ ես միշտ ասում եմ, ֆուտբոլը իրենցն է։ Մենք չհաշված իմ հոգեբանական աշխարհի նվիրվածությունը, բայց ես կոնտրակտով պրոֆեսիոնալ աշխատող եմ։ Իսկ դուք էմոցիոնալ եք։ Այո։ Ինչպես է հաջողվում այդ դեպքում էմոցիաները զսպել։ Թվերը չնշեմ։ Ես տեսակով էմոցիոնալի մարդ եմ, իմ տեսակն է, որովհետև եթե չլիներ ես շատ հպարտ եմ, որ ես ունեմ այդ էներգիան ու էմոցիան, որովհետև ինձ կյանքում շատ է առաջ տարի։ Եվ տարիների ընթացքում ես ուղղակի հասկացել եմ, որ պետք է դու աշխատես այդ ուղղությամբ, որ էմոցիաները քեզ չկառավարի, այլ դու իրեն կառավարես։ Դա արդեն մարզիկի հոգեբանությունն է, չկառավարվել էմոցիաների կողմ։
Հա, ես պետքա հասկանամ իմ էներգիան եւ էմոցիան երբ որ գալիս է, ես պետք է հասկանամ ինչքանը ծախսեմ, ինչքանը ցույց տամ, ինչքանը պահեմ, ինչքանը դուրս անեմ, երբ որ դու կարողանում ես այդ ամեն ինչը, որի վրա ես աշխատում եմ, կարողանաս, ինքը քեզ շատ պետք կգա։ Սառը մարդը, առանց էմոցիա մարդը սպորտում ինչ գործ ունի։ Ես ուզում եմ խաղային այնպիսի հաշիվ ունենանք հոգուտ մեր ազգային հավաքականի, որ դուք չկարողանաք զսպել ձեր էմոցիաները եւ ձեր էմոցիաները կառավարեն մեզ։ Շնորհակալ եմ այս զրույցի համար, պարոն Մելիքյան։ Մեզ դիտողին հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էր։